Հրապարակ թերթը գրում է պետական համակարգում պարգևավճարների երկրորդ փուլն է սպասվում, քանի որ պիլոտային ծրագրի շրջանակներում դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանված միլիարդավոր պարգևավճարները միայն 2025-ի առաջին կիսամյակի համար են տրվել։ Երկրորդ կիսամյակի գումարները ըստ ամենայնի բաժանվելու են մոտ օրերս։ Թերթը մի քանի գերատեսչություններից տեղեկություն է ստացել, որ վարչության պետերը նրանց վերադասներն արդեն ցուցակագրում են անում, իբրև թե աշխատակիցների աշխատանքի արդյունավետության ինդեքս որոշում։ Իրականում յուրայիններին ու հնազանդներին են կաշառելու։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է այն պահին, երբ քաղաքացիական պայմանագրի վարչությունը մերժում է ԿՊԱ-ական պատգամավորներ Ջուլիետ Ազարյանին, Հայկ Սարգսյանին, անգամ Հայկ Ցիրունյանին, նույն այդ վարչությունը ընտրացուցակի թեկնածու է դարձնում մի մարդու, որի անունը կապվում է քրեական վարքագծի, սպառնալիքների եւ բռնության պատմությունների հետ։ Այլ կերպ ասած, քրեական տար է, որի գոյությունը որևէ քաղաքական թիմում արդեն խնդիր է։ Խոսքը իշխող կուսակցության անդամ Արագածավանի կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի մասին է, որը այսօր ոչ միայն քաղաքացիական պայմանագրի շարքում է, այլև ցանկություն ունի падգամավոր դառնալու։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեվիդ Վենսը, ինչպես հայտնի է, փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Ակնհայտ է, որ այցի գլխավոր նպատակը թրիփի մեկնարկն է լինելու։ Հնարավոր է համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրվի, որում կամրագրվի, որ ամերիկյան կողմին բաժին կհասնի այդ ընկերության 74%-ը, Հայաստանի 26%-ը։ Թրիփը սակայն միակ ուղղությունը չէ, որ լինելու է Վենսի ուշադրության կենտրոնում։ Իշխանական կուլիսներում խոսում է, որ հնարավոր է նաեւ փաստաթուղթ ստորագրվի, համաձայն որի Հայաստանը Միացյալ Նահանգներին է վերապահելու մոդուլային ատոմակայանի կառուցումը։ Այս թեման արդեն մի քանի տարի է շրջանառվում է իշխանության օրակարգում։ Նման հայտ ներկայացրել է նաև Ռուսաստանը։ Բնական է, որ որոշումը քաղաքական է լինելու։ Արևմուտքն ու Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից դուրս մղելու իրենց ծրագրի մաս են համարում մեծամորի ատոմակայանի փակումը եւ մոդուլային ատոմակայանների կառուցումը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է խորհրդարանի հունվարյան նստաշրջանի մեկնարկին իշխանական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը կրկին քննարկեցին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի հարցը։ Հայտնի է, որ ժամկետները խախտելու պատրվակով զեկույցը չի հրապարակվում, մինչդեռ իրականում քաղաքական որոշում է կայացվել 20 թվականի ցավոտ պատմությունը նորից ասպարեզ չհանել։ Սակայն ուշագրավ է, որ անցած շաբաթվա նիստին ԿՊԱ-ական Վահագն Ալեքսանյանն առաջարկեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին զեկույցի հետ կապված լսումներ անցկացնել։ Ըստ ամենայնի իշխանությունը որոշել է լսումները նախընտրական նպատակներին ծառայեցնել, առիթը բաց չթողնելով պարտության մեղավորներ հռչակել նախկիններին, որոնք բանակը թալանել են։ Չի բացառում, որ լսումների փոխարեն հրապարակեն զեկույցի եզրակացությունը մոտ 20 էջանոց, որտեղ ամփոփ գնահատականներ են տրվում տեղի ունեցածին։ Գրում է թերթը։